24 թվականին 26.5 միլիարդ դրամ գույքահարկ է հավաքագրվել, 25 թվականին նախատեսվել է 33.5 միլիարդ դրամ գույքահարկ։ Ուրեմն միայն փոխադրամիջոցներից այդ գույքահարկից հավաքվել է 13.5 միլիարդ 24 թվականի համար եւ մոտավորապես 14 միլիարդ դրամ էլ հավաքագրվի 25 թվականին։ Հիմա Երևանի քաղաքացիները կամ մեքենա ունեցողները կամ վարորդները գույքահարկը վճարում են, որպեսզի Երևան քաղաքում իրենց մեքենաները Երևանի փոսերում չջարդեն, այսինքն այդ մասով գոնե անվտանգ երթևեկեն, այսինքն չխափանվի իրենց մեքենաները։ Ես ինքս մեքենա չունեմ, բայց ես խոսում եմ վարորդների անունից։ Ու այս մարդիկ գումարը այդ գույքահարկը վճարում են, որպեսզի իրենց մեքենաները չջարդի, բայց Երևան քաղաքի փողոցները լիքն են կամ հարուստ են փոսերով։ Սրա մասին այսօր խոսվել է, շատ չկրկնվեմ, Երևանի տարբեր վարչական շրջաններում կամ տարբեր թաղամասերում ոչ միայն փոսերն, այլ ամբողջ փողոցը քանդված։ Նման դեպքեր կան, ասվեց Շենգավիթ վարչական շրջանում են Շենգավիթի սեփական սեկտորում, այդպես դեպքեր կան Սիլիկյան թաղամասում, Հաղթանակ թաղամասում, ուրեմն Հաղթանակ թաղամասում եղել ենք, ես դրա մասին մի քանի անգամ գրառումներ արել եմ, այնտեղ ոնց որ այդ թաղամասը մոռացված լինի Երևան համայնքի կողմից, այդ թաղամասի փողոցներում փոսեր չեն, խրամատներ են։ Ու այդ փոսերը այդ մարդիկ բողոքում են, քաղաքացիները իրանք ահազանգում են, ասում են պետքա վերանորոգվի, հիմնանորոգվի։